Պարոն Սարգսյան, նախ այս նախագծերի հետ կապ չունի, բայց մի հարց որ կուզեի բարձրաձայնել, շուրջ 3 ամիս առաջ մեր հանձնաժողովում մեր գործընկերուհի Աննա Գրիգորյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բարձրացրեց մի հարց, խոսքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբեր 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ներքին հանդի 101 մարտական դիրքում նահատակված ձեռնարումբի պայթեցման նահատակված Ռոբերտ Գևորգյանին ըստ արժանավորին գնահատելու Պապիկյանը խոստացավ, որ կուսումնասիրեն հարցը եւ Տիկին Գրիգորյանին կամ ընտանիքին տեղեկություն կփոխանցեն, բայց մինչեւ հիմա որևէ տեղեկություն չեն փոխանցել այդ ընթացքում, եթե կարող եք բարձրաձայնեք եւ մեկ էլ ուղղակի շատ արագ մի բան 27-ից 37 տարեկանների, այսինքն 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 23 թվականի Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված արցախցի երիտասարդները այն կարգավորումը, որ պարոն Սարգսյանը նախագծով կար քաղաքացիությունից հետո կամ ծառայում են կամ փողով էին ազատվում, իրենց վրա չի տարածվում։ Այսինքն իրենք ստանում են քաղաքացիություն եւ վեր։ Շնորհակալություն։ Երկրորդ հարցի պատասխանը ձեր հարցում արդեն կար, բնականաբար այստեղ ձևակերպվելու է, որ սույն հոդվածի դրույթները չեն տարածվում 20 թվականի, 23 թվականի այդ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վրա։ Բնականաբար խնդիրներ է ծագում։ Ինչ վերաբերում է ձեր նշած զոհված զինծառայողի վերաբերյալ Տիկին Աննա Գրիգորյանի բարձրացրած հարցին, իրականում մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, ուսումնասիրել ենք նաև հանձնաժողովում քննարկած արդյունքները, պարզվել է, որ տվյալ զինծառայողը արդեն իսկ ունի պետական պարգև, պարգևատրվել է համապատասխան պետական պարգևով, ծնողի խնդրանքը նորից ուսումնասիրել եւ ըստ արժանավույնի գնահատելն է, ինչը քննարկման ենթակա է, որի մասին ես աշխատանքային կարգով լավ կլինի ձեզ տեղեկացնեմ, դուք Տիկին Աննա Գրիգորյանին տեղեկացնեք։ Պատասխան ունեմ ես, այս քննարկումից հետո ձեզ կտեղեկացնեմ։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, այդ ժամանակ հանձնաժողովում էլ եղավ, խոսքը վերաբերում էր Արարության մեդալին, որ այդ մարտական գործողություններին համատարած զինծառայողներ արժանացել էին, արդեն նիստից հետո հանձնաժողովում կխոսենք, բայց քանի որ կար ժամանակ ունեմ եւ խոսք բացվեց 2022 թվականի սեպտեմբեր 13-14-ի ռազմական գործողություններին, պատգամավորները կհիշեն, մենք ազգային ժողովի աշխատանքները էքստրեմալ կարգով ընդհատեցինք, բայց կուզեմ ցավալի մի փաստ, որպես պաշտպանության նախարարի հիմա պարտականությունները կատարող, խիստ անընդունելի մի դրվագի վրա կուզեմ ուշադրություն դարձնել, անցնող տարի սեպտեմբերի 13-ին շաբաթ օրը երեկոյան, երբ որ լրանում էր ադրբեջանական ագրեսիայի եւ մեր զինված ուժերի 225 զինծառայողների նահատակության օրը, պաշտպանության նախարարության զինուց ծրագրով որևէ բան, թեկուզ որևէ հիշատակում չեղավ, որ 3 տարի առաջ դրանից զինված ուժերի զինծառայողներ իրենց կյանքի գնով պաշտպանել են Հայաստանի Հանրապետության սահմանները։ Պարոն Մանուկյան, նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ կոնկրետ օրերով չեն արձագանքներ լինում, բայց անընդհատ բարբերաբար զինուց ծրագրում անդրադարձնել լինում են մեր զոհված զինծառայողներին։ Միաժամանակ ցանկանում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանի նախաձեռնությամբ եւ մյուս մեր գործընկերների նախաձեռնությամբ ընդունվեց օրենքի նախագիծ, որով հիշատակի օրերում հստակ օր ամրագրվեց եւ այդ օրը պետական մակարդակով անդրադարձ է կատարվում բոլոր ժամանակներում զոհված մեր զինծառայողներին եւ առանձին օրերով անդրադարձ չկատարվելու վերաբերյալ կարծում եմ, որ մեղադրանքը այդքան էլ տեղին չէ, որտեղ անընդհատ տարիներ շարունակ տարբեր զինծառայողներ տարբեր օրերի զոհվել են, մեկ անգամ բնականաբար ագրեսիայի ավելի մեծ դրսևորմամբ, մյուս անգամ այսպես մեկ այլ փոքր լոկալ խմբի ներթափանցման արդյունքում,
մեծ փոքր թվերով զոհեր մենք ունեցել ենք ցավոք սրտի եւ այդ հիշատակի օրը ազգովի պետական մակարդակով բոլորս հիշում եւ խոնարհվում ենք մեր զոհված զինծառայողների հիշատակի առջև։ Շնորհակալ